Կան չէ պացիենտներ են, որ մեկը մյուսին խորհուրդ է տալիս, ասում է իմ մոտ PSA-ը օրինակ այսպես բարձր ցուցանիշի վրա է, քեզ մոտ ընդամենը, չգիտեմ, գերազանցել է 5-ը, խառնվել ես իրար կամ բժիշկը քեզ ասում է անհապաղ քեզ բուժում անհրաժեշտ, վիրահատություն կամ եթե վիրահատությունն արդեն արված է, անհրաժեշտ է, չգիտեմ, ճառագայթային բուժում եւ այլն, ու այսպես մի տեսակ էս երկու հիվանդությունները, շագանակագեղձի քաղցկեղը եւ ադենոման ասոցացվում են իրար հետ այս առումով եւ պացիենտին բերում ոչ լավ իրավիճակ, հա, բուժման տեսանկյունից։ Այ կուզեմ այս մասին մի փոքր խոսենք ու պացիենտներին բացատրենք, էլի, որ այդ PSA բարձր ցուցանիշը այնուամենայնիվ հետագա էլի ախտորոշման կարիք ունի։ Նախ սկսենք նրանից, թե ինչից կարող է բարձրանալ PSA-ը, հա։ PSA-ը կարող է բարձրանալ շագանակագեղձի բաղօրակ գերաճից, ադենոմայից, այսինքն երբ որ շագանակագեղձի ծավալը, չափերը մեծանում են եւ այդ նյութը շատ է արտադրվում եւ արյան մեջ իր քանակը բարձրանում է։ Երկրորդը շագանակագեղձի բորբոքումներից կարող են բարձրանալ այս ցուցանիշները։ Հիվանդի միզարձակման խանգարումներից կարող են բարձրանալ PSA-ի ցուցանիշները եւ ցավոք սրտի, այո, նաեւ կարող են բարձրանալ շագանակագեղձում չարորակ գոյացությունների առկայությունից, այսինքն ուռուցքային խնդիրներից։